Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տեսեք, փոքր իրավաբանականությունից մասնաց բոլորի հարցին պատասխանած անդրադարձել եմ, բայց հասկանանք, որ միջազգային իրավական process-ը մի ամիս, երկու ամիս չի տևելու, ենթադրաբար դա երկար process է, նույնիսկ կարելի տարիների մասին խոսել, բնականաբար նաև օրենքն է ձեռնարկել, համադրենք, եթե ժամանակահատվածները օրենքի, ասում պետության ձեռնարկը ավելի շուտ կյանքի կկոչվի, քան մենք իրավական հաստատում որևէ հաջողություն կամ միության հաջողություն կունենանք, այս ընթացքում ինչի մասին է խոսում, ինքնաժամային կառավարման process-ը ընդհանուր ցնցում ինչպիսին է։ Իրենց ասելով ճգնաժամային կառավարում, իրենց տենց է ստացվում, այսինքն այնքան վատ է վիճակը, որ մենք կառավարը չենք դնում եւ ավելի լավ կառավարենք։ Ինչ վերաբերում է ժամանակայինին, այնտեղ բազմաթիվ միջոցներ կան։ Չասեմ, էլի նորից նույն գնում ենք այդ մեր, այսպես ասած, գործիքակազմի բացահայտելուն, այնպես չի, որ դա պետական գաղտնիք է, բայց բացահայտելն էլ ճիշտ չի։ Նորից կրկնում եմ, այդտեղ բազմաթիվ խնդիրներ կան եւ ֆինանսական բեռի առումով պետության համար, եւ հետո փոխհատուցման խնդիր, ընդունենք լավ, ինչ որ մի պետական կառույց մարմին որոշեց, որ Կարապետյան Սամվելին պետք է փոխհատուցում տրվի։ Խլել եք, չէ, սխալ եք արել, պետք է այսքան փոխտակում վրա է մնալու։ Պետությունը ովքեր են, մենք, մեր 3 միլիոն քաղաքացիներ։ Արամջան, Բանգազինն արտարում եք այսպիսի սցենար, երբ հրապարակ կդրվի օրինակ մի կազմակերպություն միջազգային, որը կառաջարկի էժան գնով խոսանք, ավելի շատ ներդրումներ, ավելի կարճ ժամկետում եւ կանցնենք փաստի առաջ այդ ժամանակ ուրիշ հակապաստակ է ունենալու հարցը բացառում։ Ոչ մի սցենար չեմ բացառում, եթե կլինի այդպեսին, թող քննարկենք։ Շրջանակներում խոսում է, որ մոտավորապես 7 դրամ արտադրող կազմակերպություններ կլինեն, լավ առաջարկներով, կարճ ժամկետներով։ Նորից եմ կրկնում, եթե կլինեն, ախր ոչ այդ առաջարկը կա։ Ես չեմ պատկերացնում։ Օրինակ 7 դրամ էժան սակագնով, տենց հնարավորություն լինելով պատկերացնելով հետի ամբողջ կառուցվածքը ամեն ինչը, ինչ քաղաքական ստրատեգիայի ձեռնին որևէ թուրքական ընկերություն գա։ Չեմ կարող պատասխանել։ Չեմ կարող։ Եթե ինչ որ մի ընկերություն պետքա գա, գործընկերս մոտավորապես ասեմ ձեզ, որպես նա սենց ասեմ, որպես իրականություն դա հնարավոր չի, որովհետև եթե հնարավոր լինել 7 դրամ ցածր անելու, Կարապետյանը կաներ։ Դա զուտ տնտեսապես, քաղաքական առումով։ Այդ առումով հիմա որտեղից փող կբերեն, այդ ինչքան կտան, կզսպեն եւ այլ, դա չեմ կարող ասել։ Մանավանդ որ հանդարի շրջանակները վերջերս ու կապ են տեսնում Դավիթ Խուդատյանի Թուրքիայցի եւ այսօր կատարող Խնդրում եմ էլի, ես ասենք ոնց եք պատկերացնում, հետ տնօրենը անդրադառնա նախարարի Թուրքիայցին, մի քիչ կամ ադրբեջանցի մրցակցությունը, Մենք եթե ժողովուրդը որոշում է, թող ունենա ինչ ասում։ Ես ինչ ասեմ, այդտեղ ես բան չեմ կարող ասել։ Ռոբերտ Ազատություն, պարոն Ղազարյան, խնդրեմ կրկինս վերջին օրերի անջատումներին անդրադառնանք։ Դե պարզաբանեցիք, որ Շահումյան 2 ենթակայանից է։ Եթե այսպես մոտավոր բաներ ունենք, տվյալներ ունենք, այս ենթակայանների, օրինակ Երևանից բացառ ենթակայաններից քանի տոկոսն է, որ ի վերջո իրենց ոսանքն է հասնում Երևան։ Չեմ կարող կոնկրետ ասել։ Այս դեպքում 40%-ն է իրենց։ Չէ, տեսեք, կան ենթակայաններ, որտեղից սնվում են այն ենթակայանները, որոնք մատակարարում են ինչ-որ մի հատվածի։ Հիմա կոնկրետ Շահումյան 2-ից մոտավորապես Երևանի 40%-ն է, որ մենք վերցնում ենք հոսանքը, բաշխում ենք այս 40%-ի վրա։ Կարող է մեկ այլ ենթակայան լինի բեցի, որից վերցնենք, չգիտեմ, հաջորդ 10%-ի վրա, կարող լինի մեր ենթակայանը արդեն, որ ուղիղ գալիս է մեզ, մենք ենք տալիս։ Այսպես չեմ կարող պատասխանել։ Երևանից քան, բայց հիմնական մասը բեցի ենթակայան։ Վերջինաշով բեցը փոխադրողն է, արտադրողներից բեցն է փոխադրում։ Դուք եք ունեք չէ՞ ձեր ենթակայանը։ Իհարկե ունեմ։ Ես նորից կրկնում եմ, եթե ենթակայանում եղած վթարը մեզնից է, մենք դա հայտարարում ենք առանց կաշկանդվելու եւ ընդունում ենք մեր սխալը, հանձնաժողովի կարգով մենք փոխհատուցումներ ենք տալիս, ոչ մի խնդիր այդպեսի չունենք։
իսկ բեցի այս կայաններում նման նախադեպ էր հաճախում։ Չեմ կարող ասել, դա արդեն դիսպեչերական մատյան, մյուս, չենք ֆիքսում, մենք գործընկերային հարաբերությունների մեջ չենք մտնում ուրիշի տնտեսություն, ինչ-որ բան հավաքելու, չգիտեմ, եւ այլ, իրենց տնտեսությունն է, իրենք աշխատացնում են, մենք անգամ այս պահին էլ բոլորի հետ գործընկերային ենք շփվում, հանձնաժողովի էլ, կառավարության էլ մնացած է։ Չի եղել այս նախադեպ, որ 40%։ Եղել է, ինչու՞ չի եղել։ Անահիտ Սարյան, Հալայնարով, ես երկու հարց ունեմ, նախ ազգային ժողովը երբ որ քննարկվում է այս հարցը, պատգամավորները ասում էին, որ իրենք տեղեկություններ ունեն, որ դեռ ամիսներ առաջ բացահայտել են, որ մի շարք ներդրումներ չեն եղել կամ արդյունավետ չեն եղել եւ նաեւ մի շարք դեպքերում հենց չարաշահել է իր մոնոպոլ դիցը։ Ես խնդրում եմ արտահայտեք եւ նաեւ դուք նշեցիք, որ բազմաթիվ խնդիրներ ունեք եւ իշխանություններն էլ ասում են, որ մի շարք խնդիրներ կան, բայց այդպես էլ չենք բացում հակագծերը, թե ձեր ամենալուրջ խնդիրը այս պատին որն է եւ ինչ քայլեր են անհրաժեշտ այդ խնդիրը լուծելու համար եւ եթե կարող եք նաեւ ֆինանսական տեսանկյունից ասեք, թե ինչ օրինակ գումարի մասին է խոսքը այդ խնդիրը լուծելու համար։ Առաջին մասով ձեզ ասեմ, նախ մոնոպոլ դիրք ունենալը ինչ է նշանակում, այսինքն մենք մոնոպոլ դիրք ունենալով ինչ ենք չարաշահել։ Ոչ մի բան չի աշխում, այդ առումով չեմ կարող պատասխանել։ Եթե հարցը ուղղակի որպես մոնոպոլ դիրք, այո, եւ այն մասով, որ ներդրումները չեն կատարվել, նորից գալիս ենք նրան, որ իրենք զրոյացնում են իրենց, ոչ թե իրենց, այլ պետության կողմից այն մարմինը, որը հսկողություն է սահմանում, վերահսկողություն է սահմանում, կարգավորում է այս ծառայությունները։ Այսինքն իրենք ինչ են ուզում ասել, ասեն հանձնաժողովը չկար, մեր վերահսկողությունը ախր այդ ամբողջի մեջ առաջի խնդիրը իրենցն է։ Եթե կա մի կազմակերպություն, որը այդ իրենց ասած, իրականում չկա այդպիսի բան։ Այդպիսի բաներ է արել, նշանակում է իրենք են առաջի մեղավորը, լավ, գոնե այդքանը կարելի է հասկանալ։ Ինչ վերաբերում է մեր ամենամեծ խնդիրը ժամանակն է։ Երկրորդ խնդիրը հանգիստ թողեն, որպեսզի մենք մեր գործը կատարենք։ Դե բնականաբար սակագին չենք բարձրացնելու, հայտարարել է սեփականատերը, ախր ինչքան այդ սոցիալական ցանցեր բոլոր հնարավոր տեղերով հայտարարվել է, որ Կարապետյան Սամվելը, ուղղակի թիվը չեմ ուզում այս բանին ասեմ, բայց շատ 10 տարի չի բարձրացրել եւ չի բարձրացնել։ Գոնե էս ունենք, ինչ որ ունենք։ Մենք գնում ենք միտեղ, որտեղ ռիսկը շատ մեծ է, որ ավելանալու է, այսինքն նայեք, եթե ասեն իշնելու է, մի քիչ էլ գոնե կհասկանաս, կասես լավ, կարող է իշնի մի քիչ սենց լինի, որը բացառվում է, ինչպես ասեմ։ Տենդենսը գնում է դեպի բարձրացման, ամեն ինչի։ Աշխարհում ամեն ինչ թանկանում է, բնականաբար ոչ մի բան չի կարող էժանանալ, ոսանքը։ Լավ, հիմա իրանք ասում են լավ, սա ունենք, եկեք գնանք հələ մի հատ ռիսկային գործողություն անենք, որի արդյունքում հնարավոր է բարձրանալ։ Լուրջ չի։